Բավականին մեծ խնդիր, որը կառաջանա AI-ների պատճառով մոտ ապագայում, իմ կարծիքով։ Խոսքը անապահով կայքերի մասին է։ AI-ները որքան լավ, այդքան էլ վատ ազդեցություն կարող են ունենալ ընդհանուր վեբի վրա։ Պլյուս-մինուս անգամ ավելի շատ վատ ազդեցություն, եթե դրանք օգտագործվեն ոչ պրոֆեսիոնալների կողմից։ Հարստական բանականությունը ստոպ չունի ու իրեն տրված առաջադրանքը այսպես թե այնպես անում է։ Ամբողջ հարցը կայանում է նրանում, թե ոնց է անում։ Ծանոթներից է շատերի մոտ եմ նկատել, որ փորձում են AB-ի միջոցով կայքեր, բոտեր, չգիտեմ, ինչ որ բաներ սարքել, մասնավորապես անվճար կամ ամենայժամ փաթեթով, ու իրենք շատ ուրախ ու երջանիկ են այդ արդյունքից, մինչև այն պահը, երբ որ ես նայում եմ կոդը ու սկսում եմ ֆիդբեքներ տալ։ Private API-եր, public հատվածում, չհեշավորված անձնական տվյալներ, ամբողջ գաղտնի ինֆորմացիան պահպանված ֆրոնտում, վալիդացիա կազմակերպված բացառապես ֆրոնտական հատվածում, անսահման բագեր եւ այլն եւ այլն։ Օգտատիրոջ կամ համապատասխան մասնագիտություն չունեցող մարդու համար ամեն բան կարգին է, բացում է կայքը, ամեն ինչ լավ է, դիզայնը սիրուն է, բաթնները աշխատում են, քլիկները աշխատում են, ըստ իրենց, всё, այդքանն էր պետք ընդհանրապես կայքը ստանալու համար, բայց չէ։ Նմանատիպ խնդիրների առկայության դեպքում անգամ ամենահասարակ հակերի համար ձեր անձնական տվյալները վերցնելը դառնում է այսպես մի վայրկյանի գործ։ Բնականաբար նմանատիպ կայքերի շատացմանը զուգընթաց կշատանան նաև ֆիշինգի, անձնական տվյալների գողության, խաբեության դեպքերը։ Զգույշ եղեք յուրաքանչյուր պատահած կայքի մեջ մի լրացեք ձեր անձնական տվյալները, որքան էլ կայքը արտաքինից լինի ապահով, գեղեցիկ եւ պաշտպանված։